Թուրքիայում մայիս 1-յան ցույցեր են տեղական ԶԼՄ-ների տվյալով Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են, երթևեկությունը կաթվածահար է։ Ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միջև բախումներ են եղել, հաղորդվում է ավելի քան 300 մարդու ձերբակալության մասին։ Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ սակայն բողոքի ակցիաներն արգելված են։ Հրապարակի անվտանգությունն ուժեղացվել է անցած ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Անկարային վերացնել ցույցերի արգելքը։ Կիևը եւ Վաշինգտոնը ստորագրել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման եւ Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն այսպիսով ի թիվս այլնի վերահաստատում է իր հանձնառությունը վերջ դնելու ռուս-ուկրաինական դաժան եւ անիմաստ պատերազմին։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որի առանցքում պետք է լինի ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինան, շեշտել է Սքոթ Բեսենթը։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն բարձր է գնահատել կողմերի ստորագրած փաստաթուղթը, համոզմունք հայտնելով, որ այն օգտակար կլինի թե Ուկրաինայի, թե Միացյալ Նահանգների համար։ Ուկրաինայի վարչապետը տեղեկացրել է, որ գործարքի համաձայն Կիևը կպահի վերահսկողությունը բոլոր ռեսուրսների, ընդերքի եւ ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում հիմնադրամի միջոցով գումարներ կհատկացվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Դենիս Շմիհալի խոսքով համաձայնագիրը չի խոչընդոտի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ Նաև հայտնի է, որ ըստ գործարքի Կիևը պարտքեր չունի Միացյալ Նահանգներին պատերազմի ընթացքում հատկացված ամերիկյան ռազմական օգնության համար։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Կիև-Վաշինգտոն համաձայնության շրջանակում Միացյալ Նահանգները կարող է $350 միլիարդ ստանալ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը $350 միլիարդ է ծախսել Ուկրաինայում պատերազմի վրա եւ պետք է հետ ստանա այդ գումարը։ Կիևը մերժում է նման հայտարարությունները, պնդելով Կիևին ԱՄՆ նախկին վարչակազմի տրամադրած աջակցությունը նույնիսկ մոտ չէ Թրամփի նշած թվին։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն առաջիկայում հանդիպումներ կունենա գործընկերների հետ, նրա խոսքով օրակարգում է լինելու Ուկրաինայի անվտանգության հարցը։ Զելենսկին շեշտել է, հարկավոր է հասնել լիակատար եւ անվերապահ հրադադարի սկզբնական շրջանում գոնե առնվազն 30 օրով։ Միայն այդ դեպքում կարելի է անցնել բանակցությունների, պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները, հավելել է նախագահը։ Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանն է անդրադարձել Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի բանագնաց Քիթ Քելոգը։ Նա տեղեկացրել է, որ Կիևը եւ Վաշինգտոնն անցած շաբաթ Լոնդոնում 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիր են մշակել։ Ուկրաինացիներին բոլոր դրույթները չէ, որ դուր եկան, բայց դա նորմալ է, հավելել է Քելոգը։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով։ Միևնույն ժամանակ Քելոգը նշել է, որ Ուկրաինան պետք է գնա որոշակի տարածքային զիջումների։ Դոնալդ Թրամփն էլ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել Մոսկվայի եւ Կիևի միջև գործարքի։ Պուտինը շատ իմաստուն եւ խորամանկ մարդ է, նա պատերազմը դադարեցնելու մտադրություն չուներ, նա ուզում էր ամբողջ Ուկրաինան։ Կարծում եմ համաձայնության կհասնենք, բայց չեմ կարող երաշխավորել, դա նշել է ԱՄՆ նախագահը։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին, նշվում է, որ կիրառվել են նաև Իսկանդերեն բալիստիկ հրթիռներ։ Օդեսայում քաղաքացիական կառույցներ են վնասվել, կան զոհեր, 10-ից ավելի մարդ է տուժել։ Թիրախում են եղել նաև Խարկովի, Սումիի, Դոնեցկի եւ Կիևի շրջանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ռուսական հոբ համակարգերը գիշերն ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել, մասնավորապես Կուրսկի, Վորոնեժի, Վլադիմիրի եւ Բելգորոդի մարզերում։ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները վաղ թե ուշ անպայման կկարգավորվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան հայրենական պատերազմի ժամանակ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է գործակցի Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում համախոհների հետ։ Խոսելով մարտի դաշտում իրավիճակի մասին, Պուտինը կրկնել է, որ Կուրսկի մարզը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։ Ռուսաստանի նախագահի խոսքով ուկրաինական փոքրաթիվ ուժեր են մնացել, որոնք այժմ թաքստոցներում Ռուսական կողմը նրանց հորդորում է հանձնվել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից էլ հայտարարել են, որ շատ շուտով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կարող են բանակցություններ անցկացվել, եթե Կիևը լուրջ ջանքեր գործադրի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար, որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը։ Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որ գրանցված են, շահագործվում են եւ վարձակալված են պակիստանյան ավիաընկերությունների կողմից։ Այն տարածվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։ Պակիստանը Հնդկաստանի համար օդային տարածքը փակել էր դեռ օրեր առաջ երկու երկրի միջև լարվածության աճի պայմաններում։ Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի
ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը եւ Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ երկու երկրի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության։ Վերջին օրերին նաև սահմանային գրակոծների մասին տեղեկություններ են շրջանառվում։ Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում, դրանք շատ արագ տարածվում են ուժեղ քամու եւ չոր եղանակի պատճառով։ Որոշ շրջանների բնակիչներ տարհանվում են, արգելափակվել են ավտոճանապարհներ, դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Կրակը տարածվել է նաև Երուսաղեմի արվարձաններում, հայտնի է տուժածների մասին։ Իսրայելի իշխանությունը դիմել է միջազգային գործընկերներին օգնության խնդրանքով։ Ենթադրվում է, որ հրդեհների մի մասը մարդածին է, կան ձերբակալվածներ։ ԶԼՄ-ները գրում են, որ Համասի հետ կապ ունեցող սոցցանցերի մի շարք էջեր ավելի վաղ կոչ են արել հրկիզումներ իրականացնել Իսրայելում։ Դիանա Գասպարյան, լուրեր։